Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը կառուցելու հյուսիսարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային եւ աղետներին դիմակայուն շուրջ 27.1 կիլոմետր երկարությամբ ասֆալտ-բետոնե պատվածքով ճանապարհ։ Պետությունը մեկնարկում է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր։ Ծրագրի շահառուները կարող են կառուցել 1 հեկտար եւ ավելի մակերեսով ջերմատուն 1.5 տարում եւ պետության աջակցությամբ ստանալ վարկ մինչեւ 8 տարվա մարման ժամկետով, առավելագույնը 15 միլիարդ դրամի չափով։ Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի մինչեւ 3 միլիարդ դրամը 10%-ային կետով, 3 միլիարդ դրամից մինչեւ 9 միլիարդ դրամը 9%-ային կետով, 9 միլիարդ դրամից մինչեւ 15 միլիարդ դրամն էլ 8%-ային կետով։ Սյունիքի ակներ եւ Վերիշեն բնակավայրերի համար կկառուցվի 10,000 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար։ Նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ռազմավարական այս նախաձեռնությունը հատկապես կարևորվում է ջրային պաշարների արդյունավետ բաշխման տեսանկյունից։ Կառուցվող ջրամբարի ջրային պաշարների 70%-ն ուղղվելու է ակների դաշտերը ոռոգելի դարձնելուն, մասնավորապես գետի ձախակողմյան հատվածի մինչ այժմ ջրազուրկ տարածքներում գյուղատնտեսության զարգացման համար։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում ներդրվել է սպառողի օգնական գործիքը, որի միջոցով սպառողը կարող է առցանց բողոք ներկայացնել տնտեսվարողին։ Լրացրեք առցանց ձևաթղթի պահանջվող դաշտերը եւ համակարգը ինքնաշխատ եղանակով կձևավորի ձեր բողոքը, հասանելի դարձնելով այն հանձնաժողովին, որի միջոցով էլ այն կհասցեագրվի վերջնական հասցեատիրոջը։ Բողոքին արձագանքելու ժամկետը 2 շաբաթ է։ Նշված ժամկետում պատասխան չստացվելու դեպքում հանձնաժողովը կքննարկի վարչարարություն իրականացնելու հարցը։ Ռուսաստանում նավթի արդյունահանման ծավալը 25 թվականին կանխատեսվում է 515-ից 520 միլիոն տոննա մակարդակում։ 2024 թվականի արդյունքներով Ռուսաստանի Դաշնությունում նավթի արդյունահանումը կազմել է 516 միլիոն տոննա։ Նախորդ տարվա համեմատ այս տարի արդյունահանումը կարող է փոքր-ինչ ցածր լինել, քանի որ Ռուսաստանն իր արդյունահանման մակարդակը համապատասխանեցրել է OPEC+-ի ժամանակացույցին։ Փետրվարին Վրաստան դրամական փոխանցումների ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է։ Ռուսաստանից փոխանցումները նվազել են։ Ընդհանուր առմամբ Ամերիկայից Վրաստան փետրվարին փոխանցվել է 47.3 միլիոն դոլար, երկրորդ տեղում Իտալիան է 44.3 միլիոն դոլարով, եռյակը եզրափակում է Ռուսաստանը 33 միլիոն դոլարով։ Միացյալ Նահանգները գերմանական Zoom մատակարարողներին խնդրել է ավելացնել իրենց արտահանումը երկիր թռչնագրիպի բռնկման պատճառով ապրանքի պակասի պայմաններում։ Այս ֆոնին երկիրն այդ խնդրանքով դիմել է նաև այլ եվրոպական պետությունների, այդ թվում Դանիային եւ Շվեդիային։ Միացյալ Նահանգներում վերջին ամիսներին հավի ձվի պակաս կա եւ այս ապրանքի գները մնում են բարձր։ Դրա պատճառը 2024-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 17.2 միլիոն հավի անկումն է։ Cadillac ապրանքանիշն ակնկալում է, որ այս տարի Միացյալ Նահանգներում վաճառվող յուրաքանչյուր երրորդ մոդելը լիովին էլեկտրական կլինի, քանի որ ավտոարտադրողը շարունակում է ընդլայնել իր էլեկտրական մեքենաների շարքը, չնայած արդյունաբերության մեջ մեքենաների ավելի դանդաղ ընդունմանը, քան սպասվում էր։ Ակնկալվում է, որ General Motors-ի շքեղ ապրանքանիշը մինչև այս տարվա վերջ կներկայացնի 5 էլեկտրամեքենա։ Այսուհետ ավելացված արժեքի հարկի դաշտում կաշխատեն նաև իրավաբանական, հաշվապահական, գլխամասային, գրասենյակային եւ աշխատուժով ապահովման գործունեություն ծավալողները։ Վահե Հովհաննիսյանն ասում է, աշխատուժի ապահովման գործունեության դեպքում էլ են չարաշահումներ լինում։ Դրանք չեզոքացնելու համար ժամանակավոր աշխատուժով ապահովող գործունեությունը եւս կտանեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Սա հաճախ լինում է այն դեպքերում, երբ օրինակ մի արտասահմանյան կազմակերպություն ներդրող, որը դեռ Հայաստանում գործունեություն չի իրականացնում, իրան ժամանակավոր թիմ է պետք վարձել ինչ-որ մի աշխատանք անելու համար, որպեսզի չգան այդ մարդկանց, այսինքն քանի որ Հայաստանի հետ անծանոթ են, այդ մարդկանց գտնելու, վարձելու, գործընթացների մեջ չմտնելու համար, օգտվում են այսպիսի ծառայություններից։ Չարաշահումների մասը
ուրեմն փակելու համար մենք նաև աշխատուժով ապահովման ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը նույնպես ներառում ենք այս ծառայությունների ցանկում։ Միջմարզային, մարզային, ներմարզային փոխադրում իրականացնող ընկերությունները նույնպես ավելացված արժեքի հարկ կվճարեն։ Սա տեխնիկական փոփոխություն է, որովհետև նախկինում այս դասակարգչի մեջ, որի մեջ մտնում էր այս գործունեության տեսակը, դուրս էր եկել միկրո ձեռնարկատիրության համակարգից, ուղղակի քանի որ սա դուրս է եկել այդ դասակարգչից, հիմա առանձին ոնց որ նախկինում արգելված է եղել։ Հունվարի 1-ից փաստաբանական գործունեություն ծավալողները եւս հարկման ընդհանուր համակարգի մեջ են։ Փաստաբանների բարձրացրած բողոքներից մեկը անվճար խորհրդատվություն եւ ծառայություն մատուցելու վերաբերյալ էր։ Նոր օրենքը նախատեսում էր, որ նման ծառայությունների դեպքում էլ փաստաբանական գործունեություն իրականացնողը պետք է ավելացված արժեքի հարկ վճարի։ Արդեն հիմա ֆինանսների նախարարությունը հնարավորություն է տալիս փաստաբանական գործունեություն ծավալողներին իրենց վճարած ավելացված արժեքի հարկից 5%-ի չափ ծառայություններն անվճար իրականացնել։ Եթե այդ ծառայությունների նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5%-ը։ Հունվարի 1-ից ծավալած գործունեության վրա փաստաբանների 5%-ի չափ անվճար խորհրդատվություն ու ծառայություն մատուցելը հետադարձ ուժ կունենա։ «2024-ի 4-րդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4.267.556 բջջային կապի բաժանորդ։ 2024-ի 3-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 62.997-ով։ Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 4.011.028 է։